Прославляем Тебя, Господь. Մեծարում ենք քո անունը։ Возвеличиваем имя Твое. Օրհնի այսօրվա այս պաշտամունքը, Благослови сегодняшнее служение это, որպեսզի մենք ավելի ու ավելի խորանանք քո հոգու գործի մեջ, Տեր։ чтобы мы еще более и более углубились в дела Духа Твоего, Որպեսզի մեր սրտերը վառվեն այսօր։ чтобы наши сердца возгорелись Այն сегодня. ինչ որ дու արել ես մեր հետ այս քանի օրը, Все то, что Ты сделал на протяжении этих дней, այսօր դիր քո կնիքը, այս сегодня ամեն բանի վրա, сегодня поставь печать свою над всем этим, որպեսզի մենք հաստատված լինենք чтобы мы были утверждены Հիսուս Քրիստոսյան։ во имя Иисуса Христа. Հիմա փառավորվի Տեր ջան, այս հիանալի փառաբանության խմբի միջոցով ու եկեղեցու։ Прославься через это Аллилуйя. прекрасное прославление. Аминь. Аллилуйя. Аминь. Поклонение Слову Божие – это духовное оружие. И кровь Иисуса, и имя Иисуса – это мое духовное оружие. Ամեն։ Մենք երանելի ենք, որովհետև Հիսուսի նման Տեր ունենք, ամեն։ Մեր ազգը երանելի ազգ է, որովհետև մենք Հիսուսի նման Տեր ունենք, ամեն։ Երանի այն ազգին, որի Աստվածն է Տերը, 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 Երանի մեզ, Երանի այն ազգին, որի Աստվածն է Տերը, շնորհակալ եմ Տեր, Երանի այն ազգին, որի Աստվածն է Տերը, Երանի այն ազգին, որի Աստվածն է Տերը, Երանի այն ազգին, որի Աստվածն է Տերը, Ելին Աստված տոկոչեն թշնամիները քո, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, ամեն, Ելին Աստված տոկոչեն թշնամիները քո, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Մենք այն ժողովուրդն ենք, Մենք այն ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը, ամեն, Մենք այն ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը, Հալելույա, Մենք այն ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը, Մենք այն ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը, Ելին Աստված տոկոչեն թշնամիները քո, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Ելին Աստված տոկոչեն թշնամիները քո, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Հիսուսի գալուստը մարդկության միակ հույսն է, ամեն, Ելին Աստված, տոկոչեն թշնամիները քո, Հալելույա, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Ելին Աստված, տոկոչեն թշնամիները քո, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Ելին Աստված, 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 տոկոչեն թշնամիները քո, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Ելին Աստված, տոկոչեն թշնամիները քո, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Եվ տոկոչեն այս երկրի սուտացածները բոլոր, Եվ
Լույսը որ հանդիպի խավարին ով կհաղթի, երբ որ լույսը հանդիպի խավարին ով կհաղթի, ամեն եղնենք լույս Տիրոջ համար։ Դու լույս ես։ Դու լույս ես։ Դու լույսն ես։ Դու լույս ես տալիս այս խավար աշխարհի մեջ։ Դու լույս ես տալիս այս խավարի աշխարհի մեջ։ Եվ ոչ մի չարուշ թող իշխանություն չունենա քեզ վրա։ Ամեն Հիսուս։ Ոչ մի չարուշ իշխանություն չունի վրա, ոչ մի հոգի ինձ հետ քեզնի չի գողանա, կերկեմ քեզ դու հավերժ կտամ, հարկիմ Տեր, թող որ ձայնս բարձրանա ի վեր։ Ոչ մի շարուշ իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի գողանա, կերկեմ քեզ ու հավերժ կտամ, հարկիմ Տեր, թող որ ձայնս բարձրանա ի վեր։ Ոչ մի շարուշ իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի գողանա, կերկեմ քեզ ու հավերժ կտամ, հարկիմ Տեր, թող որ ձայնս բարձրանա ի վեր։ Մղձավանքից ինձ հանողը դու ես, ու փորձանքից ազատողը դու ես, իմ վերքերը բժշկողը դու ես Տերին, ինձ փրկող ու կյանք տվողը դու ես, միայն դու Տեր, մղձավանքից ինձ հանողը դու ես, ու փորձանքից ազատողը դու ես, իմ վերքերը բժշկողը դու ես Տերին, ինձ փրկող ու կյանք տվողը դու ես։ Ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի գողանա, կերկեմ քեզ ու հավերժ կտամ, հարկիմ Տեր, թող որ ձայնս բարձրանա ի վեր։ Ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի գողանա, կերկեմ քեզ ու հավերժ կտամ, հարկիմ Տեր, թող որ ձայնս բարձրանա ի վեր։ Մղձավանքից ինձ հանողը դու ես, ու փորձանքից ազատողը դու ես, իմ վերքերը բժշկողը դու ես Տերին, ինձ փրկողն ու կյանք տվողը դու ես։ Ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի գողանա, կերկեմ քեզ ու հավերժ կտամ, հարկիմ Տեր, թող որ ձայնս բարձրանա ի վեր։ Քեզ միայն քեզ իմ Տեր ամբողջ մարդը։ Իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի գողանա, կերկեմ քեզ ու հավերժ կտամ, հարկիմ Տեր, թող որ ձայնս բարձրանա ի վեր։ Ոչ մի չարուշ իշխանություն չունի ինձ վրա, ոչ մի հոգի ինձ երբեք
երբեք քեզնից չի թողանա Կերկեմ քեզ ու հավես կտամ Պարքիմ տեր Թող ձայնս բարձանա ի վեր Թող ձայնս բարձանա ի վեր Թող ձայնս բարձանա ի վեր Դու զգում ես, որ ոչ մի չարուց կոբրա իշխանություն չունի Ոչ մի չարուց իշխանություն չունի ինձ վրա Ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա Կերկեմ քեզ ու հավես կտամ Պարքիմ տեր Թող ձայնս բարձանա ի վեր Ոչ մի չարուց իշխանություն չունի ինձ վրա Ոչ մի հոգի ինձ երբեք քեզնից չի կողանա Կերկեմ քեզ ու հավես կտամ Պարքիմ տեր Թող ձայնս բարձրանա ի վեր Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես, Տեր Ես գիտեմ, որ դու մեզ լսում ես, Տեր, որտեղ մենք քեզ սիրում ենք, Տեր Одного лишь у Бога прошу, вот что ищу. Постоянно до конца дней моих я в доме Господа моего жить хочу. Видеть Его красоту, наслаждаться великолепием Его.
միշտ քո մեջ մնամ Հավատալով խոստումներին Ճշմարտության ճամփով ես ընթանամ Կատարելով պարտքը Մեն գնամ, քո միշտ քո մեջ մնամ Հավատալով խոստումներին Ճշմարտության ճամփով ես ընթանամ Կատարելով պարտքը մեջ մնամ հավետ որովհետև քո մեջ է իմ կյանքը քո մեջ է իմ հույսը շնորհակալ եմ Հարյուրապետը հավատաց ասաց Տեր միայն մեկ խոսք եւ իմ ծառան կբժշկվի Եվ Եհով Աստվածը Մովսեսին ասեց, գնա ասա Փարավոնին, որ արձակի իմ ժողովուրդը, որպեսզի գա պաշտի ինձ։ Այսօր քո Տեր Աստվածը պիտի արձակի քեզ, որ իր սրտանց պաշտես ու երկրպագես քո արարչին, որ ինչպեսի սիրես նրան, պատվես նրան։ Փառավորում ենք քեզ, դու մեկն ես Տեր, որ եկար մեզ փրկելու, մեզ ազատելու, եւ մենք օրհնում ենք քո սուրբ անունը Տեր։ Մենք սիրում ենք քեզ Տեր, խոնարհվում ենք քո քաղցրության առաջ Տեր, սիրում ենք քեզ Տեր։ Մեկը կա, ով կարող է մեզ փրկել, մեկը կա, ով մահին է տապալել, մեկը կա, արժան է նա պարգել, ձեռքի մեջ իր բանալին է դժողքի, ձեռքի մեջ իր զորություն է աղոթքի, իր արյան մեջ ջնջվեցին մեղքերը նրա անունն է Հիսուս, Ծովեր բացող Աստված, կրակի բոցեր ճեղքող Աստված, նրա անունն է սքանչելի, հսրտական, հսոր Աստված, անունն է Հիսուս, սքանչելի Տեր, նրա անունն է Հիսուս, խորհրդական Տեր, նրա անունն է սքանչելի,
կգա շեփորի ձայնից ամեն ծուխ ծնկի կգա ամեն լեզու կկանչի անունը քո մարդու ողին ամբերիչով կգա շեփորի ձայնից ամեն ծուխ ծնկի կգա ամեն լեզու կկանչի անունը քո Եսուս, նրա անունն է Հիսուս Փոքրկիչն է նա, նրա անունն է Հիսուս քո ազատիչն է նա, նրա անունն է սքանչելի խորհրդական հզոր նրա անունն է Հիսուս կյանքի հաց, նրա անունն է Հիսուս կյանքի ջուր Աստված, նրա անունն է սքանչելի խորհրդական հզոր Ով խորհրդական, ով խորհրդական ով հզոր Աստված, ով հզոր Աստված խաղաղության իշխան, խաղաղության իշխան ով ամենազոր, ով ամենազոր դու ես կանչելի, դու ես կանչելի դու ես փառավոր, դու ես փառավոր հզոր Աստված ով խորհրդական, ով խորհրդական ով հզոր Աստված, ով հզոր Աստված խաղաղության իշխան, խաղաղության իշխան ով ամենազոր, ով ամենազոր դու ես կանչելի, դու ես կանչելի դու ես փառավոր, դու ես փառավոր հզոր Տեր տերերի թագավոր թագավորների, ամենակալ Տեր Աստված, դու դայարյուծ Աստված, Քաղցրես Տեր, նրա անունն է սքանչելի, քո անունը քաղցր է իմ շուրթերին Տեր, Եվ քանի որ ժամանակը քիչ է եւ ես շատ կարճ կփորձեմ խոսել այն ինչ որ սրտումս կա, Я очень коротко постараюсь сказать то, что у меня в сердце. եթե նկատել եք խոնարհության թեման, Если вы заметили, тема смирения շատ քիչ է խոսում եկեղեցիների մեջ, очень мало говорится в церквях, որովհետեւ դժվար բան է խոնարհությունը։ потому что очень трудная вещь смирение. Մենք ավելի շատ խոսում ենք հաղթանակների մասին, Мы больше говорим о победах, քան խոնարհության մասին։ чем о смирении.
Որովհետև խոնարհությունը մեզ համար դժվար ճանապարհ է։ Потому что это трудный путь для нас. Խոնարհությունը սրտի որոշում է, դիրք է։ И смирение – это решение в сердце, это состояние сердца. Դու կարող ես շատ աղոթես, ծոմեր պահես, որ Տերը քեզ խոնարհեցնի, Ты можешь много молиться и поститься, чтобы Господь смирял тебя. բայց ես ուզում եմ քեզ հստակ ասեմ, Но я точно хочу тебе сказать, ինչքան ուզում ես աղոթի եւ ծոմ պահի, сколько бы ты ни молился и не постился, միևնույն է Տերը չի խոնարհեցնելու քեզ, все равно Господь не будет смирять. այլ դու պիտի որոշես խոնարհվել։ А ты должен решить Սա մեր смириться. որոշումն է։ Это наше решение. Աստված մեզ օգնելու է որ խոնարհվենք, Господь будет нам помогать. բայց մեր որոշումն է մենք խոնարհվենք թե չխոնարհվենք։ Но это наше решение, смиряться или нет. Եվ նրանք ովքեր որոշում են խոնարհվել, И те, которые решают смиряться. ուզում եմ ասեմ ճանապարհ կանցնելու։ Я хочу сказать, что ты пройдешь путь. Հնարավոր չի Невозможно նեղություններով չանցնես ու խոնարհ մարդ не դառնալ։ пройти через тесноты и стать смиренным человеком. Հնարավոր չի ծառայության մեջ խնդիրների չհանդիպես ու խոնարհվել։ Невозможно не сталкиваться с проблемами служения и смиряться. Եվ ամենակարևոր բանը նա է, И самое важное то, որ այս ամենի մեջ նախաձեռնողը Տերն է։ что во всем этом предпринимает Господь. Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Пусть будет благословенно имя Господне. Միևնույն է մի օր բոլորս ենք խոնարհվելու նրա Все առաջ։ равно каждый из нас когда-нибудь будет склоняться перед Ним. Բայց լավ կլինի, որ մենք որոշենք, որ այդ ճանապարհով անցնենք։ Но будет хорошо, чтобы мы решили пройти этот путь. Հեշտ է խոնարհության ճանապարհով անցնելը։ Легко пройти путь смирения. Ես ասում եմ ոչ, բայց անհնարին չէ։ Я говорю, нет, нелегко, но это не невозможно. Երբ որ 96 թվականին ես գնացի Արցախ, Когда в 96-м году я поехал в Арцах, ես այնտեղ ապրել եմ 24 տարի։ я там жил 24 года. Ծառայել եմ Տիրոջը։ Я служил Господу. Եվ ինձ համար 24 տարին անցել է խոնարհության ճանապարհ։ И 24 года я прошел путь смирения. Աստված ինձ այնտեղ շատ խոնարհեցրել է։ Господь там меня очень смирял. Եվ հիմա երբ որ վերադարձել եմ Հրազդան, И когда сейчас я вернулся в Раздан, Հրազդանում էլ եմ անցնում այդ ճանապարհը։ я также в Раздане прохожу этот путь. Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում պետք է անցնենք այդ ճանապարհը։ Мы на протяжении всего жизни должны пройти этот путь. Եթե մենք որոշենք, որ հետ կանգնենք, Если мы решим отступить, մի օր թողելու ենք եկեղեցին։ однажды мы оставим церковь. Ես մի քանի օրինակներ կբերեմ Սուրբ գրքից։ Несколько примеров приведу из Священного Писания. Պետրոսը մի օր մոտեցավ Հիսուսին, ասեց. Петр однажды подошел к Иисусу и сказал: Քանի անգամ ներեմ եղբորս։ сколько раз простить брата? Քանի որ գորը երեք շատ լավ խոսեց այս մասին, Так как брат Гор очень хорошо вчера разговаривал об этом, говорил об этом. ես սրա վրա չեմ կանգնելու, բայց մի կարևոր բան կա, որ կուզեմ տեսնել։ Я над этим не буду останавливаться, но одну важную вещь скажу. Պետրոսը հասկանում ես, որ եղբայրներին ներելու խնդիր ուներ։ Понимаешь, что Петр имел проблему прощения братьев. Հակառակ դեպքում որտեղից էր ծնվել նրա մոտ այս հարցը։ Иначе откуда возник у него этот вопрос? Քանի անգամ է այս հարցը մեր մեջ բարձրացել ներելու, խնդիր ունենալու, բայց չկարողանալու ներելու հարցը ինչքան է բարձրացել։ Сколько раз внутри нас поднимался этот вопрос прощения? Сколько раз у нас была эта проблема? Ես իմ մասին եմ խոսում։ Я про себя говорю. Բայց ես հասկացել եմ, որ մեկը պետք է ներեմ, այսօր չէ, վաղը պետք է ներեմ։ Но я понимал, что не сегодня, так завтра я должен простить. Լավ է, որ հիմա անցնեմ այդ ճանապարհը։ Хорошо, если я сейчас пройду Որովհետև этот путь. Աստված պայմաններ կստեղծի, որ ես դա։ Потому что Господь будет давать такие возможности, чтобы я прошел этот путь. Հիսուսի դուրը չէր գալի աշակերտների այդ կարգավիճակը։ Иисусу не нравилось это состояние его учеников. Մեկ ուրիշ աշակերտի պատմություն։ И история другого ученика. Անդրեասի եւ Հակոբոսի ծնողը մոտեցավ Հիսուսին եւ ասում էր. «Կուզեմ, որ քո աչու ձախ կողմերը նստեն իմ որդին»։ Родитель Андреаса Иакова подошел к Иисусу и сказал: Հովանեսի եւ Հակոբոսի ներողություն։ Иоанна и Иакова, мать Иоанна и Иакова подошла к Иисусу и сказала: хочу, чтобы они сидели по правую и левую сторону тебя. Տղաները տեղյակ էին իր մոր որոշման մասին։ И его сыновья были в курсе о решении их матери. Հետաքրքիր է, որ համաձայնվել էին։ И они очень удивительно, что они согласились с ней. Հələ պատկերացնում եք Հիսուսի ներկայության մեջ։ Вы представляете, в присутствии Иисуса Հիսուսի հետ քայլում են։ они ходят с Иисусом. Բայց այսպիսի բաներ նրանց մեջ բարձրանում են։ Но такие моменты в них поднимались, такие вопросы. Մենք չենք կարող Ռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Мы не можем быть более католиками, чем Папа Римский. Ինչքան էլ մենք ծառայողներ ենք,
какими бы служителями мы не были, Միև նույն է այս հարցերը մեր մեջ բարձրանում են։ эти вопросы в нас будут возникать. Ժամանակ առ ժամանակ բարձրանում են։ Время от времени возникают эти Ես իմ вопросы. մասին եմ խոսում։ Я о себе говорю. Եվ Հիսուսը սա այս ամենը տեսնում էր։ И Иисус видел все это. Եվ հետաքրքիրը որն էր, որ կարծում եմ Հիսուսը հոգոց էր անում, ասում էր՝ «Միչև երբ են սրանք այսպես մտածելու»։ Я думаю, что Иисус огорчался и думал, доколе они будут так думать. Մի առիթով աշակերտները քայլում են, Հիսուսը հավանաբար մի քիչ առաջ էր։ И ученики шли, и Иисус был чуть впереди них. Եվ նրանց մեջ մի հատ հարց բարձրացավ։ И вопрос возник внутри них. Ով է մեր մեջի մեծը։ Кто среди нас больше? Ինչքան է եղել, որ մեր մեջ այս հարցը բարձրացավ։ Сколько раз нас поднимался этот вопрос? Հիմա էլ բարձրանում է։ Сейчас тоже поднимается. Մենք տարբեր եկեղեցիներում ենք, բայց միևնույն է նույն ձև ենք մտածում։ Мы из разных церквей, но думаем одинаково. Նրանք մտածում էին Հիսուսը տեղյակ չի։ Они думали, что Иисус не в курсе. Բայց երբ որ եկան տուն, Но когда вернулись домой, Հիսուսը ասեց՝ «Ինչ եք խոսում ճանապարհին»։ Иисус сказал, о чем вы говорили по дороге? Եթե ուզում եք մեծ լինել, Если хотите быть большим, խոնարհվել է։ смиряйтесь. Պետք է խոնարհվել։ Вы должны смиряться. Խոնարհումը վարձք ունի։ А смирение имеет награду. Եվ մի օր ես որ կարդում էի Ղուկաս ավետարան 22-րդ гլուխ, И однажды я читала Евангелие от Луки, 22 главу, տերունական ընթրիքը։ вечерие Господне. Հիսուսի խոսքերը այսպես էին՝ փափագելով փափագեցի, И так говорил Иисус, жаждал я, жаждал. ու եմ միտքը սկսեց աշխատել սրա վրա։ И я начал размышлять над этим. Առաջին անգամ չէր, որ նրանք այդ նույն գիշերը հանդիպում էին։ Не первый раз было, что они вечером собирались. Գոնե 3 տարի իրանք իրար հետ անցկացրել էին այդ տոնը։ Хотя бы 3 года они вместе собирались во время этого праздника. Բայց այստեղ նա ինչ էր ասում էր փափագում եմ, Но здесь он говорил, я жажду, որ իրար հետ այս զատիկը ուտենք։ чтобы мы вместе ели эту Пасху. Մենք մտածում ենք, որ սա վերջինն էր, դրա համար էր։ Мы думаем, что это была последняя Пасха поэтому. Բայց ես մի հատ բան նկատեցի Но այստեղ։ я одно заметил здесь. Մատթեոս ավետարան 26-րդ գլխում այս նույնը նկարագրում է։ Евангелие от Матфея, 26 глава, то же самое описывается. Եվ Հիսուսը այդտեղ մի հարց է բարձրացնում։ Иисус там поднимает один вопрос. Ձեզանից մեկը ինձ կմատնի։ Один из вас предаст меня. Եվ բոլորի հարցը սա էր՝ միթե ես եմ Տեր։ И каждый спрашивал, разве это я Господь? Միթե ես եմ Տեր։ Разве это я Господь? Հələ պատկերացրեք, որ Հիսուսը այստեղ кանգնած է։ Вы представьте, что здесь Иисус Ու стоит. այս նույն հարցը մեզ է ուղղված։ И этот вопрос Он задает нам. Ձեզանից մեկը մի օր ինձ կմատնի։ Один из вас предаст меня однажды. Մեր առաջին միտքը սա է։ Первая наша мысль. Տեսնես ով է լինելու։ Интересно, кто это будет? Մենք չենք մտածում միթե ես եմ։ А мы не думаем, разве это не я? Հիսուսը փափագում էր այդ օրվա հանդիպմանը, Иисус жаждал встречи этого дня, որ այն նույն աշակերտները, որ այդքան մեծ էին ուզում լինել, чтобы те ученики, которые так и хотели быть большими, արդյոք փոխվել են։ они изменились, Խոնարհության ճանապարհն են բռնել թե ոչ։ они взяли путь смирения или нет. Որովհետև մենք տարբեր խնդիրներ ունենում ենք մարդկանց հետ։ Потому что у нас бывают разные ситуации, проблемы с людьми. Ու փորձում ենք մեզ արդարացնելով ասել ես արդար եմ։ И пытаемся оправдывать себя и говорить, я оправданный, я прав. Բայց աշակերտներն ասեցին միթե ես եմ Տեր։ Но ученики сказали, неужели это я? Արդյոք մենք կարում ենք մեզ պատահած իրավիճակների մեջ խոսել մեր հետ։ Разве мы можем в ситуациях, в которых мы оказываемся, так разговаривать с самими собой? Երբ որ խնդիր ունենք ինչ որ մեկի հետ, Когда у нас есть проблема с кем-то, արդյոք մտածում ենք, որ միթե ես եմ մեղավոր։ мы думаем, разве я виноват? Եվ այնտեղ որ բոլորը ասում էին միթե ես եմ Տեր, И там, где все говорили, неужели это я, разве это я? Հուդան ասեց միթե ես եմ վարդապետ։ Иуда сказал, я ли это, учитель? Սիրելի եղբայրներ, քույրեր, Драгоценные братья и сестры, Հուդայի համար для Иуды այդպես էլ Հիսուսը վարդապետի մակարդակից չբարձրացավ։ Иисус так и не поднялся с уровня учителя. Իր համար երբեք էլ Հիսուսը Տեր չեղավ։ И так и не стал Иисус для него Господом. Պատճառը դա էր, որ ասում էր. И в этом была причина, что он говорил. Միթե ես եմ վարդապետ։ Разве это я, учитель? Եվ ես ուզում եմ ասել, И я хочу сказать, եթե Հիսուսը քեզ համար Տեր չէ, если Иисус для тебя не Господь, դու խոնարհելու ճանապարհով չես անցնելու։ ты не сможешь пройти путь смирения.
կարող է մնաս եկեղեցու, Ты можешь остаться в церкви, բայց միևնույն է Հիսուսը քեզ համար վարդապետ է մնալու։ но все равно Иисус останется для тебя учителем. Որովհետև եթե Հիսուսը ինձ համար Տեր է, Потому что если Иисус для меня Господь, ապա ես նրա բոլոր խոսքին պետք է խոնարհվեմ։ то я должен смиряться перед каждым Его словом. Եթե նա ինձ համար վարդապետ է, Если Он для меня учитель, ես նրա խոսքը կքննեմ, я буду исследовать Его слово. ու որը ինձ օգուտ է, И то, что мне полезно, ես դա կվերցնեմ ինձ։ я это возьму. Սա վտանգավոր է։ И это очень опасно. Մենք չգիտենք մեր ոչ այսօրը, ոչ վաղվա օրը։ Мы не знаем ни сегодняшний наш день, ни завтрашний. Եվ Եբրայեցիս 13-րդ գլխում, И в Евреям 13 глава, 13 խոսքում, 13 ներողություն 8-րդ խոսքում, в 8 стихе ասում է Հիսուսը նույնն է երեք այսօր եւ հավիցը։ говорится, что Иисус тот же вчера, сегодня и вовек. Երբ որ ես սա կարդում եմ, И когда я это читаю, հասկանում եմ, որ Հիսուսը իմ անցյալում եղել է։ я понимаю, что Иисус был в моем прошлом. Նա գիտի իմ տկարանալու տեղը, И Он знает мои немощи. նա գիտի իմ բնավորությունը, И Он знает мой նա характер. գիտի իմ հաղթանակների տեղը, И Он знает мои победы. նա գիտի իմ խոնարհվելու տեղը, И Он знает, где я смиряюсь. նա գիտի իմ բոլոր խնդիրները։ И Он знает все мои проблемы. Եվ այդքանով հանդերձ И несмотря на все это, նա համանձայվել է գա իմ ներկայի մեջ, и Он согласился прийти в мое որ օգնի настоящее, ինձ, чтобы помочь мне, որ ես անցնեմ իմ խոնարհվելու ճանապարհը, чтобы я смог пройти путь смирения своего. որովհետև ես եմ որոշում անցնել իմ Потому что խոնարհության ճանապարհը։ я решаю пройти Բայց этот путь օրցյալ լինի смирения. Տիրոջ անունը, Но будет благословенно имя Господня, որ նա օգնում է ինձ что անցնելու իմ Он ճանապարհը։ помогает мне пройти этот путь. Շնորհակալ եղիր այն մարդկանց, Будь благодарен тем людям, որոնք միշտ քո կողքին են которые всегда с тобой, եւ քեզ օգնում են խոնարհվել։ которые помогают тебе Մի смиряться. փախիր նրանցից։ Не убегай от них. Այս շնորհակալ եղիր Տիրոջը, И будь благодарен որ նա Господу, օգնում է քեզ Աստծո ճանապարհների մեջ что մնալ։ Он ведет тебя и помогает оставаться в Божьих Նա путях. օգնում է որ խոնարհվելու ճանապարհով И անցնես։ Он помогает, чтобы ты прошел путь смирения. Եվ քանի որ նա մեր ներկայի մեջ է, И так как Он в нашем настоящем, նա տեսնում է մեր սրտի դիրքը, и Он видит позицию нашего сердца, նա իմ ապագայի մեջ կերտում է, որ ես այնտեղ ճիշտ ընթանամ։ и Он творит в моем будущем, чтобы я там правильно поступил. Հիսուսը նույնն է երեք Иисус тот же вчера, Այսօր сегодня եւ հավիտյան։ и вовек. Եթե ես անցնում եմ խոնարհվելու ճանապարհ, Если я прохожу путь смирения, ապագայում ես նրա հետ կլինեմ։ в будущем я буду с Ним. Իմ ընկնելու ժամանակ նա ինձ կբարձրացնի։ Когда я буду падать, Он поднимет Իմ меня. տկարանալու մեջ ինձ В կզորացնի։ немощах моих даст мне силу. Իմ սխալների մեջ նա ինձ ճիշտ ճանապարհի вրա В կկանգնեցնի։ моих ошибках Он будет вести меня по правильному пути. Ես իմ կյանքից մի օրինակ բերեմ, Из своей жизни я приведу один ես пример. մոտենում եմ ավարտին։ Я уже завершаю. Երբ որ ես գնացի ծառայության Արցախ, Когда я поехал служить в Арцах, երբ որ այնտեղ մի որոշ ժամանակ ապրեցի եւ հայտնաբերեցին, որ ես այդտեղ ծառայության համար եմ, и когда я там жил какое-то время, я обнаружил, что я там для служения. ինձ ղեկավարները կանչեցին իրենց մոտ, Руководители позвали меня к себе, վերցրեցին իմ անձնագիրը, взяли мой паспорт. ինձ գրանցումից հանեցին Они убрали с прописки меня, выписали եւ ասեցին՝ «Պիտի թողես գնաս այս քաղաքից»։ и сказали, ты должен уехать из этого города. Ասեցի՝ «Ես այստեղից ոչ միտեղ չեմ գնալ»։ И я сказал, что я никуда не уеду отсюда. Ասեցին՝ «Դու չգիտես որտեղ ես»։ А они сказали, ты не понимаешь, ты где находишься. Դու գիտես քեզ ինչ է սպասվում։ Ты представляешь, что тебя ожидает? Ասի ինչ էլ ուզում է լինել, ես ստեղ եմ մնալու։ Я сказал, что бы ни случилось, я останусь здесь. Ես սա ասում եմ, որ հասկանանք Աստված ինչ կարող է անել մեր կյանքում։ Я это рассказываю, чтобы мы понимали, что может Господь сделать в нашей жизни. Եվ իրանք ինձ համար շատ խնդիրներ ստեղծեցին։ И они очень много проблем просто создавали для меня. Այնքան մեծ էր խնդիրները, Такие большие были проблемы, որ ես վախեցա իմ երեխայի ու իմ կնոջ համար։ что я испугался за моего ребенка и за мою жену. Ես նրանց մեկ ամսով ուղարկեցի Երազդան, И я на месяц их отправил в Раздан. ասի միջև էստեղ տեսնենք ինչ է լինում։ И сказал, пока мы посмотрим, что здесь будет произойти. Գիտեք, ես հիմա ժպտալով եմ ասում ես ամեն ինչը, Я сейчас, улыбаясь, рассказываю об этом. բայց սա իմ կյանքի ճանապարհն է։ Но это путь моей жизни. Ու ինձ անընդհատ տանում էին անվտանգություն։ И они меня всегда забирали в службу безопасности. Կակեբ է, սենց ասեմ, որ հասկանալ լինի։
ФСБ. Որպեսզի հասկանային ով եմ ես։ Чтобы понять, кто же я. Ես շարունակում էի նրանց ավետարանի խոսքը И խոսել։ я продолжал им евангелизировать и говорил Слово Божие. Եվ դա տևեց 1 տարի 7 ամիս։ И это продолжалось год и 7 месяцев. Դժվար ժամանակներ։ Очень трудные времена. Բայց ես հիմա կարճ ուզում եմ ասել։ Но я коротко хочу сказать. Չգիտեմ ինչպես, Я не знаю, как, բայց մեր ղեկավարը փոխվեց, но наш руководитель поменялся. մի ղեկավար եկավ, Пришел другой руководитель. եւ իմ մասին նրան ասել էին ուզեց ինձ տեսնի։ И про меня ему рассказали уже, и он хотел меня увидеть. Երբ որ ես նրա հետ խոսեցի, И когда я с ним поговорил, ասես դու շատ լավ տղա ես։ он сказал, ты очень хороший парень. Ես քեզ մի հատ աշխատանք եմ առաջարկում։ Я хочу предложить тебе работу. Ասեցի ինչ աշխատանք։ Я Ասեց сказал, какая работа? կգաս վարչակազմ, Придешь в руководящий состав, в управление. եւ դու կլինես այդտեղ հանձնաժողովի քարտուղար։ И ты будешь там секретарем этого собрания. Հետաքրքիրը նա էր, Интересно было то, որ նրանք ովքեր ինձ ուզում էին այդ քաղաքից դուրս անեն, что те, кто хотели меня выгнать из этого города, գալիս էին իմ մոտ, приходили ко мне ասում էին պարոն Հովսեփյան, и говорили, господин Евсепян, այս թուղթը կստորագրես մենք։ можете подписать эту бумажку для нас? Այո։ Ես այս ամենը ինչի համար եմ ասում։ Для чего я все это рассказываю? Այնպես չի որ իմ խելքը չէր հասնում ես նրանց պատասխան տալ։ Не так, что я не знал, не понимал, как им ответить. Այնպես չի որ ես չէի պատկերացնում ինչպես կարող եմ նրանց հարցերը լուծել։ И не так, что я не мог решить их вопросы. Բայց ես նախընտրում էի լռել, Но я предпочитал молчать սпасել Տիրոջը։ и ожидать Господа. Եվ Տերը ինձ ճանապարհ էր անցկացնում։ И Господь проводил меня через путь. Նա ինձ անցկացրեց այդ И ճանապարհը։ Он провел через этот Եվ ես путь. երախտապարտ եմ Տիրոջ։ И я очень благодарен, Եկել- безмерно благодарен Ему. Օր է եղել իմ կյանքում, Были дни в моей жизни, որ ես նրան կանգնել եմ ու ասել արածդ տվածդ ինչ է, որ ինձ այսքան տանջում ես։ что я стоял и говорил, что ты мне дал, что столько мучаешь меня. Դու մտածում ես ո՞ս կարելի է այսպես Աստծուն ասել։ И ты думаешь, как можно Господу такое говорить? Ես աղոթում եմ, որ որևիցե մեկը չհասնեք այդտեղ։ Я молюсь, чтобы никто из вас не достиг до этой точки. Բայց Երեմիան էլ ասեց դու ինձ խաբեցիր։ Но Еремия тоже сказал, ты обманул меня. Բայց 19 տարի հետո իմ հարցին Տերը պատասխանել է։ Но через 19 лет Господь ответил на мой շնորհակալ եմ вопрос. Տիրոջից։ И я очень благодарен Господу. Ես ուզում եմ մենք, որ ամեն մեկս հասկանանք։ Я хочу, чтобы каждый из нас понимал. Բոլորս խոնարհվելու ճանապարհով անցնելու ենք։ Каждый из нас будет проходить путь смирения. Մենք այլ տարբերակ У չունենք։ нас нету другого выбора. Թույլ տուր, որ Աստված օգնի քեզ խոնարհվելու ճանապարհը անցնելու համար։ Позволь Господу, чтобы помог тебе пройти этот путь смирения. Մենք մտածում ենք, խոնարհվում ենք, հետո ծառայում, դա շատ լավ է, բայց մենք ծառայության մեջ ենք խոնարհվում։ Мы думаем, что смиряемся, потом служим, но мы смиряемся во время служения. Մտիր ծառայության մեջ։ Войди в служение, Մի վախեցիր։ не бойся. Այնտեղ խոնարհվես, Там ты будешь смиряться, բայց կանցնես Տիրոջ հետ։ но будешь проходить с Господом. Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Пусть будет Шнуракале, благословенно Марфис. Божье имя. Благодарю. Հիսուսն է կյանքը ու ճանապարհը, էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։ Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք, դե եկեք փառաբանենք նրան։ Հիսուսն է կյանքը ու ճանապարհը, էլ ուրիշ կյանք չկա աշխարհում։ Հիսուսի շնորհքով փրկություն ստացանք, դե եկեք փառաբանենք նրան։ Հալելույա, հալելույա, Փառքես որ մեզ կյանք ես պարգևել։ Հալելույա, հալելույա, Փառքես որ մեզ կյանք ես պարգևել։ Հալելույա, հալելույա, Փառքես որ մեզ կյանք ես պարգևել։ Հալելույա, հալելույա, Փառքես որ մեզ կյանք ես պարգևել։
կյանքի աղբյուր, դու լույսի աղբյուր, դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս, դու կյանքի աղբյուր, դու լույսի աղբյուր, դու սիրո աղբյուր ես իմ Հիսուս, դու փառավոր ես, դու թագավոր ես, փառքես որ մեզ կյանք ես պարգևել, դու փառավոր ես, դու թագավոր ես, փառքես որ մեզ կյանք ես պարգևել, Ալելույա, ալելույա, փառքես որ մեզ կյանք ես պարգևել, Ալելույա, ալելույա, փառքես որ մեզ կյանք ես պարգևել. Հիմա այսպես ենք անում, այստեղ կան մարդիկ, ովքեր կյանք են ստացել, Есть люди, которые получили жизнь. ես երգում եմ ալելույա, Я пою «Аллилуйя». ովքեր որ կյանք են Те, ստացել, которые получили жизнь, բարձրացնում են իրենց ձեռքերը եւ ասում են, «Արքես, որ մեզ կյանք ես պարգևել»։ поднимают руки и говорят: слава тебе, что я получил жизнь. Ալելույա, 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 մեկ անգամ ևս ալելույա, ալելույա, մի անգամ ալելույա, ալելույա, մեզ համար գանում հրաշալի հոտավեր, ծաղիկներով լցված, ու պարգում է Աստված գարուն հիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված, մեզ համար գարուն հրաշալի հոտավեր, ծաղիկներով լցված, ու պարգում է Աստված գարուն հիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված, ասա կողքինիդ, մի տխրիր, մի դժգոհիր դու նրա համար, որ հանդիպել ես դժվարության, որ խաղաղ գարնան սպասել է շատ երկար, Հիսուսով կստանաս անպայման, մեզ համար գարուն հրաշալի հոտավ է ծաղիկներով լցված, ու արգում է Աստված գարուն հիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված, մեզ համար գարուն հրաշալի հոտավ է ծաղիկներով լցված, ու արգում է Աստված գարուն հիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված, ով որ իր երիտասարդ կյանքը նավիրի, ծառայության արարիչ ասում, նա իր ծերության օրերում նույնպես կապրի, Աստծուց տրված հոգևոր գարուն, մեզ համար գարուն հրաշալի, հոտավ է ծաղիկներով լցված, ու արգում է Աստված գարուն հիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված, բոլորս միասին, մեզ համար գարուն հրաշալի, հոտավ է ծաղիկներով լցված, ու արգում է Աստված գարուն հիանալի, Գողգոթայի խաչով ստեղծված, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա, քիչ մարև թող ներս գա,
մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված քիչ մաներ թողնել զգա Գվախնաս որ թշնամին պիտի հաղթե ներսդ խամար դուրսդ ամելի մութ է մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված Տեր Հիսուսը թողնել զգա Տեր Հիսուսը թողնել զգա Տեր Հիսուսը թողնել զգա Մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված Տեր Հիսուսը թողնել զգա Տեր Հիսուսը թողնել զգա Տեր Հիսուսը թողնել զգա Մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված Տեր Հիսուսը թողնել զգա Ռասին ծափով Հարցրու կողքերիդ ասա Գուցես երկրի ճամփու մեջ ուրախ այլես Գուցես խավարն անցնի պայծառ լույս տեսնես Մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված Տեր Հիսուսը թողնել զգա Բոլորս մասի Տեր Հիսուսը թողնել զգա Տեր Հիսուսը թողնել զգա Մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված Տեր Հիսուսը թողնել զգա Տեր Հիսուսը թողնել զգա Տեր Հիսուսը թողնել զգա Մաքրի սրտիդ պատուհաններ դուրդ լայնված Տեր Հիսուսը թողնել զգա Հիսուսի սերը մեծ է անսահման Առատ հոսում է հորդ գետի նման Ինչպես զեբյուր շոյում է մեր հոգին Խորն է ունայն սերը աստվածային Իսկ եթե շիներ այդ սերը Չելինի է մեզ պարգություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ գամ մեծ խաչին ու թապվեց արյուն Իսկ եթե շլիներ այդ սերը Չելինի է մեզ պարգություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ գամ մեծ խաչին ու թապվեց արյուն Любовь Христа безмерно велика Начало нет и льется, как река И как волна ласкает берега И глубока, светла и широка А если б не было любви Христа Иметь надежду вечно жить Мы будем знать и помнить, как любить А если б не было любви Христа Мы не смогли без надежду вечно жить Мы будем знать и помнить, как любить Ori shutov na keze spasu Il meu zaino sărti durne Karsiz de dbaz Çlinite uşanas Zri përkut janë si lucjet më nas Isk jetë çlinera sera Serne, haver shkjanki hujsta Por gamës ka qinu tapet zaljun Isk jetë çlinera sera Qelinije me sfarkushun Serne, haver shkjanki hujsta Por gamës ka qinu tapet zaljun Por gamës ka qinu tapet zaljun Por gamës ka qinu tapet zaljun Moja победа, победа Боге
մեջ է իմ հաղթանակը Աստծո մեջ է Հիսուս Քրիստոսի անունի մեջ է Եվ երբեք իմ թշնամիներ չեն կարող հաղթահարել ինձ Իմ հաղթանակը Աստծո մեջ է Հիսուս Քրիստոսի անունի մեջ է Իմ հաղթանակը Աստծո մեջ է Հիսուս Քրիստոսի անունի մեջ է Փառք հալելույա Փառք հալելույա Փառք հալելույա Հիսուս Փառք հալելույա 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 Հիսուս Բարձրացնենք մեր ձեռքերը դեպի վերը Եվ սրտանց դավանենք Հիսուսն է Տերը Որովհետև արժան է նա փառքի Եվ երկրպագության Եթե քեզ հարցնեն թե ով է Տերը Համարձակ դավանի Հիսուսն է Տերը Որովհետև արժան է նա փառքի Եվ երկրպագության Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսի Սնծացեք ով իմ սուրբերը Սնծացեք դուք հավիտենապեր Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսի Սնծացեք ով սուրբեր Սնծացեք դուք հավիտենապեր Բարձրացնենք մեր ձեռքերը Եվ սրտանց դավանենք Որովհետև Եթե քեզ հարցնեն թե ով է Տերը Համարձակ դավանի Որովհետև արժան է նա փառքի Եվ երկրպագության Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսի Սնծացեք ով սուրբեր Սնծացեք դուք հավիտենապեր Դավանենք Հիսուսն է Տերը Դավանենք Հիսուսին Սնծացեք ով սուրբեր Սնծացեք դուք հավիտենապեր Հաստատուն քայլերով առաջ գնացին որ Հաչին միշնայելով հավատքի վահանով Հաստատուն քայլերով առաջ գնացին որ Հիսուս անունը շուրթերի դու պահի Նրա սերը սրտումդ հաստատ պահի Հիսուս անունը շուրթերի դու պահի Նրա սերը սրտումդ հաստատ պահի Խաչին միշնայելով հավատքի վահանով Հաստատուն քայլերով առաջ գնացին որ Խաչին միշնայելով հավատքի վահանով Հաստատուն քայլերով առաջ գնացին որ Ես կասեմ հիմա մի
10 կույսերի մասին, Я буду говорить о 10 девах, որ 5 կույսերը что 5 дев, իրանց հնարավորությունը բաց թողեցին они упустили свою возможность, Փեսայի հետ հանդիպելու։ чтобы встретиться с женихом. Կարդալու եմ Մատթեոս 25-րդ գլուխ, Матфея 25 глава, առաջի խոսքից։ с 1 стиха. Այն ժամանակ կնմանվի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրենց լապտերները վեր առան եւ դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին եւ 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ վեր չառան իրենց հետ։ Սակայն իմաստուններն իրենց սամաններում ձեթ վեր առան իրենց լապտերների հետ մեկտեղ։ Եվ երբ որ Փեսան Читайте. կարդամ հետո դու կարդա։ Да, конечно. Եվ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցին եւ քնեցին։ Եվ կես գիշերին աղաղակ եղավ եւ ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները պատրաստեցին, բայց հիմարներն ասեցին իմաստուններին. «Տվեք մեզ ձեր յուղից, որովհետեւ մեր լապտերները հանգչում էին»։ Тогда подобно будет Царство Небесное 10 девам, которые, взяв светильники свои, вышли навстречу жениху. Из них 5 было мудрых и 5 неразумных. Неразумные, взяв светильники свои, не взяли с собой масло. Мудрые же вместе со светильниками своими взяли масло и в сосудах своих. И как жених замедлил, то задремали все и уснули. Но в полночь раздался крик: «Вот жених идет, выходите навстречу ему». Тогда встали все девы, те и поправили светильники свои. Неразумные же сказали мудрым: «Дайте нам вашего масла, потому что светильники наши погаснут». Այս 10 կույսերի մասին որ խոսում ենք, Когда мы говорим о 10 девах, սա խոսում ենք եկեղեցու մասին։ мы говорим о церкви. Եկեղեցում В церкви կային 10 կույսեր։ были 10 дев. Ինչից ենք իմանում, որ 5-ը իմաստուն են, 5-ը հիմար։ Откуда мы знаем, что 5 мудрых, а 5 Եվ немудрых? այդ 10 կույսերն էլ ունեին լապտերներ, У всех 10 дев были светильники, բայց 5-ը но 5 из них իրանց հետ յուղ էին վերցրել։ взяли с собой масло. Իրանց հնարավորությունը ձեռից բաց չէին թողել։ Они не упускали возможность Փեսային свою из рук հանդիպելու своих, համար։ чтобы встретиться с женихом. Սիրելիս, Драгоценный. այսօր կամ մենք հիմար ենք լինելու, կամ Сегодня իմաստուն։ либо мы будем неразумные, либо мудрые. Եթե մենք իմաստուն ենք, ուրեմն պիտի հնարավորությունը մեր ձեռից բաց Если չթողենք։ мы мудрые, то мы не должны упускать возможность из рук своих. Յուղը И масло դա աղոթքն է։ – это молитва. Աղոթքը, եթե դու ճունես քո անհատական աղոթքը, եթե դու ճունես քո աղոթքի ժամը, եթե եկեղեցում հայտարարվում աղոթքի ժամ, դու չկաս։ Если у тебя нету молитвенной жизни, нету своего индивидуального часа молитвы, в церковных молитвах тебя нету. Դու ուզում եմ ինքդ պատասխանի, որտեղ ես գտնվում։ Я хочу, чтобы ты сам ответил, где ты находишься. Իմաստունների մեջ թե հիմարների մեջ։ Среди мудрых или среди неразумных. Ես յուղը գիտեք ինչին եմ նմանեցնում։ Знаете, чему уподобляю я масло? Ավտոմեքենան Машина. ունի մոտոր։ И у машины есть мотор. Նրա մեջ յուղ կա։ И в нем есть масло. Եթե մոտորի յուղը վերջանում է, Когда заканчивается масло в моторе, գալու է մի ժամանակ այդ մոտորը խփելու է։ придет время и испортится этот мотор. Մենք հոգևորներս Мы духовные люди. աղոթքը մեր յուղն է։ И молитва – это наше масло. Եթե գալիս է մի ժամանակ, Когда приходит время, ու հայտնաբերում ենք, որ մենք աղոթքի մեջ չենք, и мы обнаруживаем, что мы не в молитвах, մենք մի օր մեզ հայտնաբերելու ենք դրսում։ однажды мы обнаружим себя на улице. Եկեղեցում շատերը այսօր պիտի լինեին Многие из церкви должны были быть сегодня. յուղի պակասության պատճառով նրանք եկեղեցում չեն։ И из-за недостатка масла они не в церкви. Այսօր մեզ հնարավորություն է տվել յուղ հավաքելու։ Сегодня нам дана возможность собирать масло. Ցելիս քեզ ուզում եմ քաջալերեմ։ Возлюбленная, я хочу Ордорем. ободрить тебя, благословить. Հնարավորությունը ձեռիցդ բաց մի թող։ Не упускай свою Որտեվ возможность, կգա մի օր, потому что придет день, մեր փեսան կգա։ придет наш жених. Ու եթե յուղ չեղավ մեր ամաններում, И если не будет масла в наших светильниках, Տերը մեզ ասելու է ես ձեզ չեմ ճանաչում։ Господь скажет нам: я не знаю вас. Դրա համար Поэтому թես միջոցառումը, это собрание թե մեր եկեղեցիներում, И в церквях, թե մեր խմբակներում, и в թե մեր домашних աղոթքը, служаниях. սա հնարավորություն է, որ մենք մեր ձեռից պիտի բաց չթողենք։ это все возможности, которые мы не должны упускать из рук своих. Ես ուզում եմ քեզ քաջալերել ու Я ասել, хочу ободрить тебя и сказать: եթե դու քո ժամանակից տրամադրել ես, если отдаешь из своего времени, եկել ես տեղ, приехал сюда, մի կորցրու այդ հնարավորությունը։ не упускай эту возможность. Վերցրու ինչ որ տալիս են, Возьми все то, что дают, որովհետև սա քեզ պետք է հետագայի համար։ потому что это тебе нужно для будущего. Ամեն։ Аминь.
Փառք մեր Տիրոջը։ Слава нашему Господу. Այս էր Աստված դրել իմ սրտի մեջ, որ ձեզ ասեմ։ Это вложил Господь в мое сердце, чтобы я вам Երբեք сказал. ես հնարավորությունը ձերտերիցդ բաց մի թողեք։ Никогда не упускайте эту возможность. Լցվիր յուղով, Наполняйся маслом, որպիսի քո փեսային դիմավորես։ чтобы встретить своего жениха. Որ Տերն ասի, ապրես բարի հավատարիմ ծառա։ Чтобы Господь сказал: хорошо тебе, добрый и верный раб. Մտի քո հոր ներկայության մեջ։ Войди в покой Господина Փառք մեր своего. Տիրոջը։ Слава нашему Господу. Շնորհակալ եմ Աստծուց։ Благодарю Господа. Նաև շնորհակալ եմ քեզանից աղաջան եղբայր, Также ալիք благодарю եղբայր, тебя, брат այս Агажан, брат հնարավորության Алик, за համար, эту որ возможность, Հայաստանից հնարավորություն եք տվել գալու, Что дали լսելու, возможность из Армении լցվելու приехать, եւ послушать. հետներս վերցնելու ու տանելու։ наполниться и взять с собой и увести. Եվ ուզում եմ ասեմ եւս մեկ ուրախություն էր ինձ համար այսօր, Также великая радость была сегодня для меня, որ իմ փոքր տղան այսօր մկրտվեց։ что мой младший сын сегодня Հալելույա, крестился. փառք ես Տեր։ Аллилуйя, слава тебе, Господь. Ծնողի համար դրանից մեծ երջանկություն չկա։ Для родителя нету большего счастья, чем Երբ որ իր это. որդին որոշում է կայացնում, Когда իր его կյանքը сын հանձնելու Աստծուն։ принимает решение отдать свою жизнь Տերը օրհնի Господу. ձեզ։ Пусть Бог благословит вас. Ձեզ շատ սիրում եմ բոլորիդ։ Всех вас очень люблю. Իմ սրտի մեջ մեծ հուշերով գնում եմ Հայաստան։ И с большими Ու հույս ունենալով որ еду в մյուս տարի Армению. нորից եմ գալու։ И имею надежду, что в Аллилуйя, следующем Парк году также Тироче. приеду. Слава Аллилуйя. Господу!